որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, որպես այդպիսին ավարտվել է ձեր գործունեության ժամկետը։ Կարծում եմ, որ որոշակի դատար առնելուց հետո, շունչ քաշելուց եւ նաեւ արտահայտվելու հնարավորություն ունենալուց հետո նորից կմտածենք այդ ծառայության վերաբերյալ։ Այժմ կարող եք ազատ ձեր դիրքորոշումները հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև քաղաքական ոլորտում։ Կար ժամանակ, որ ընտրական գործընթացը ընդհանրապես չէր բնութագրում արտար ընտրություն անելու քաղաքացու իրավունքը։ Այս ընտրությունները Գյումրու մասշտաբով ինչպիսին են։ Երբեմն խոսույթներում նշում են Գյումրի 2, Գյումրի 2 սցենար։ Ես չեմ կարծում, որ Գյումրի 1 սցենարը հաջողվել է։ Ճիշտ հակառակ այն ձախողվել է։ Որքանով կարևոր է հենց երիտասարդների մասնակցությունը այս ընտրություններին։ Ես շատ կուզենամ, որ մեր ուսանողները, երիտասարդները, ովքեր առաջի անգամ են ընտրում, իրենք այս հարցին շատ լուրջ վերաբերվեն։ Ընտրակաշառքի դրսևորումները աճել են։ Կաշառքը դա խաթարելու է նաև աստվածային օրհնությունը։ Արդյոք այդ համակարգային ինստիտուցիոնալ մոտեցումը դուք տեսնում եք եկեղեցի պետություն հարաբերություններում այսօր։ Եկեղեցու այդ հոգևոր վերնախավը ավելի ագներև դարձրեց իր քաղաքական հավակնությունները, իշխանությունները ստիպված եղան հագազդելու եւ հասկացան իշխանությունները, որ անխուսափ է նոր գինին հին տիգի մեջ պահելը։ Քանի ղեկավար գիտեք, որ բազում ելույթներում հորդորում է քաղաքացիներին մասնակցել պատարակների, իր վարկագծով մասնակցում է պատարակների։ Ինչպիսին են նախընտրական զարգացումներն ու ընկալումները հանրային տիրույթում եւ մասնավորապես տնտեսագետի աչքերով։ Թեման այսօր մեր ուշադրության կենտրոնում է հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը հանրային գործիչ տնտեսագիտության թեկնածու դոցենտ Կարեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, օրերս տեսանյութ էիք հրապարակել, որ արդեն որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, որպես այդպիսին ավարտվել է ձեր գործունեության ժամկետը։ Նախ մի փոքր զգացողությունների մասին, ի վերջո այս բան չեք պաշտոնավարում։ Ինչ զգացողություններ ունեք այս բան եւ ինչ եք անում, ինչով եք զբաղված։ Իմ կարծիքով ցանկացած պաշտոն դա ծառայություն է եւ 8 տարիները շատ արագ անցան, որովհետեւ երբ որ դու ներգրավված ես որոշակի բարիկներ ստեղծելու գործընթացում, ժամանակի զգացողությունը մի տեսակ կորցնում ես։ Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է այդ պատասխանատվությունը ունենա իր երկրի հանդեպ եւ դեռևս հեղափոխության օրերին ես ասում եի, որ ցանկացած մարդ, ով հայացքներով հեղափոխական է եւ փոփոխության կողմնակից, պետք է նվազագույնը 5 տարի անմնացորդ ծառայ իր երկրին եւ արդեն փաստացի 8 է, որ լրացավ եւ կարծում եմ, որ որոշակի դատար առնելուց հետո շունչ քաշելուց եւ նաեւ արտահայտվելու հնարավորություն ունենալուց հետո նորից կմտածենք այդ ծառայության վերաբերյալ։ Ասում եք, որ շատ ասելիքներ են կուտակվել եւ հետեւաբար այժմ կարող եք ազատ ձեր դիրքորոշումները հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ այսօր քաղաքական ոլորտում, մասնավորապես նախընտրական process-ների ժամանակ։ Ինչպես կգնահատեք, ինչ ունենք այսօր համապետական ընտրությունների նախաշեմին։ Կարծում եմ, որ այս ընտրությունները շատ կարևոր են երկու առումով։ Առաջինը, որ ցանկացած մասնակից ընտրական գործընթացի ներքին համոզում ունի, որ ընտրությունների միջոցով կարող է տեղի ունենալ իշխանության փոփոխություն կամ իշխանության ձևավորում։ Սա այն մեծագույն արժեքներից մեկն է, որ հետ հեղափոխական Հայաստանը ունի, որովհետև կար ժամանակ, որ ընտրական գործընթացը ընդհանրապես չէր բնութագրում արտար ընտրություն անելու քաղաքացու իրավունքը եւ ընտրողները կամ եւ ընտրվողները որևէ վստահություն չունեին ընտրությունների արդյունքների վրա։ Եվ եթե դուք տեսնեք այս քարոզարշավի ընթացքում նման խոսույթ ես երբևէ չեմ հանդիպել, որ որևէ քաղաքական ուժ կասկածի տակ դնի ընտրական գործընթացը եւ այս առումով հատկանշական է այն ձեռքբերումը, որ մեր պետությունը ունեցավ եւ մենք հիմա
այս ցուցանիշով դասվում ենք աշխարհի առաջադեմ երկրների շարքում։ Եվ երկրորդ շատ կարևոր հանգամանք, որ այս ընտրությունների շեշտադրումները շատ կարևոր են մեր երկրի ապագայի ընկալման, տեսլականի եւ ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից եւ այն թեզիսները, որոնք այսօր շրջանառվում են քաղաքական ուժերի կողմից, շատ սկզբունքային տարբերվում են իրարից եւ մատնանշվում է մեր երկրի ապագայի հետ կապված տարբեր օրակարգեր։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ ինքը կարևորությամբ չի զիջում նույնիսկ հեղափոխության օրակարգին եւ որ այն թեզիսները, որոնք այսօր շրջանառվում են եւ խաղաղության թեզիսը եւ բազմավեկտոր հարաբերությունների թեզիսները, դրանք երկրի համար սկզբունքային կարևորություն ունեցող հարցեր են։ Պարոն Պետրոսյան, տեսեք, դուք գյումրեցի եք, ձեր գործունեությունը մշտապես Գյումրիում է եղել, Գյումրու համար եք ապրել, արարել, այսպես մասնավորապես կրթության ոլորտում։ Այս ընտրությունները Գյումրու մասշտաբով ինչպիսին են, ինչպես կգնահատեք։ Տեսեք, Գյումրին մի հետաքրքիր իրավիճակի մեջ է հայտնվել եւ նաեւ շահարկման առումով, որ երբեմն խոսույթներում նշում են Գյումրի 2, Գյումրի 2 սցենար, ես չեմ կարծում, որ Գյումրիի 1 սցենարը հաջողվել է։ Ճիշտ հակառակ այն ձախողվել է, որովհետեւ տեսեք, երբ որ մենք խոսում ենք իշխանության մասին, իշխանությունը մի նպատակ ունի, դա քաղաքացու կյանքի որակի բարելավումն է, դա քաղաքացուն մատուցվող ծառայության որակի բարելավումն է, դա քաղաքացու կյանքը մի քիչ ավելի լավը դարձնելու օրակարգն է։ Երբ որ մենք ասում ենք, որ թող իշխանությունը լինի ընդդիմությունը, բայց չենք ասում, թե քաղաքացու կյանքը ինչպես պետք է փոխվի, կամ այն ուժերը, որոնք իրար միավորվում են, ունեն քաղաքացու կյանքը փոխելու եւ արժեքային, եւ մոտեցումային, եւ գործառնական տարբեր օրակարգեր, իրենց միավորումը դառնում է ըստ էության կեղծ եւ այս միավորումը դառնում է ավելի քաղաքական, քան քաղաքացու կյանքը փոխող հանգամանք։ Եվ հիմա գյումրեցին կարող է գնահատի վերջին մի տարի եւ ավել արդեն նոր ձևավորված համայնքային իշխանություն ունենք, ինչքանով իրենց կյանքի որակը փոխվեց, ինչքանով հանրային ծառայությունները ավելի լավը դարձան, աղբահանություն, լուսավորություն, տրանսպորտ, սոցիալական որոշակի պաշտպանության խնդիրներ, ինչքան նորագույն լուծումներ բերվեց։ Ես գիտեմ, որ ընդդիմադիր տարբեր գործիչներ շատ այսպես պատրաստված եւ տեխնոլոգիական առումով եւ գաղափարական, բայց ինչի է դա ամբողջը չտրանսֆորմացվեց քաղաքային իշխանությանը սատարելու կամ պատասխանատվություն կիսելու կամ որոշակի կարևորագույն ուղղություններ վերցնելու եւ զարգացնելու, դա մեր համար, իմ համար որպես Գյումրու քաղաքացի մնաց անորոշ։ Այսինքն ես կարող եմ ասել, որ Գյումրի 1 սցենարը ամբողջությամբ ծախողվեց, որովհետեւ առանցքում ոչ թե քաղաքացու եւ իրեն մատուցվող ծառայություններն են, այլ առանցքում եղավ նեղ անձնական քաղաքական շահեր եւ կարծում եմ, որ երբ որ կուսակցությունները երբեմն ասում են, որ մեր նպատակը իշխանությունն է, մենք այդ մասին բազում անգամ ասել ենք, կուսակցության նպատակը դա քաղաքացու կյանքի որակը լավացնելն է, իշխանությունը դա ընդամենը գործիք է, որ ինքը այդ գործիքը կիրառելով լուծի այդ խնդիրը։ Մինչդեռ երբ նայում ենք մենք Գյումրիում զարգացման օրակարգերին, առավել եւս ժամանակագից զարգացման օրակարգերին, մի 2 ամիս առաջ ես օրակարգ էի ներկայացրել հրապարակային, նշելով թե ինչպես պետք է զարգանա ժամանակագից քաղաքը եւ նույնիսկ մարտահրավեր էի նետել օրվա համայնքապետարանին, որ եթե այս օրակարգերը հասկացողներ կա, կարող եմ իմ ամբողջ ներուժով օգտակար լինել այդ ամբողջը իրականացնելու, բայց սա այն բարբարով անապատի։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք համայնքային կառավարման ոլորտում այսօր լրջագույն կադրային խնդիրներ ունենք, ստեղծարար եւ նորարար աշխատանքի լրջագույն խնդիր ունենք եւ առավել եւս քաղաքացու կյանքի որակը դեպի բարելավում տանող օրակարգերի պակաս կամ բացակայություն ունենք։ Պարոն Պետրոսյան, տեսեք, դուք նշում եք, որ Գյումրի 1-ը ձախողվել է ամբողջությամբ, բայց հանրային ընկալումներն ինչպես են, ինչ եք դուք տեսնում, ձեր գնահատականը որն է, արդյոք կա այն ընկալումը, որ այո, Գյումրի 1-ը ձախողվել է։ Հանրային ընկալումը դա պետք է ժողովուրդը ասի։ Պետք է Գյումրու բնակիչն ասի, այն խնդիրները, որ ես ասացի, բոլոր հանրային ծառայության ոլորտներում արդյոք իրենք գոհ են իրենց մատուցվող ծառայության որակից, որովհետև առանցքը այդ փողոցներն է բարեկարգ,
դա լուսավորության խելացի համակարգերն է, դա աղբահանության խելացի համակարգերն է, դա սոցիալական պաշտպանության համակարգերն է, դա երիտասարդական տեղական քաղաքականությունն է, դա երիտասարդների ստացած շանսն է, դա հանրային կառավարման մեջ մասնակցությունն է, դա յուրաքանչյուր թաղամասում թաղամասի բնակչի կարծիքի ընդունումը, հաշվի առնումը եւ իրականացումն է։ Այս ամբողջը այսօր հերիք չէ որ որոշակի բացակայում են, նաև բացակայում են այն թվային ժամանակագից գործոնները եւ գործիքները, որոնք ամբողջ աշխարհը գնացել է։ Հիմա մարդիկ տեղեկանքների համար սպասելու կամ իրենց հարցերի ընթացքը արագ լուծելու ինչ գործիքներ են ներդրվել, ինչ նոր օրակարգեր են փոխվել, որովհետեւ առանց թվային գործիքների, նույնիսկ արհեստական բանականությամբ հագեցված կամ համալրված գործիքների այսօր կառավարումը եւ մարդու կյանքի որակը փոխելը շատ դժվար է դարձել։ Եվ սա է պատճառը, որ ես ամբողջությամբ համարում եմ Գյումրի 1-ը ցախողված։ Պարոն Պետրոսյան, ձեր գործունեությունը մշտապես կապված է եղել նաև ավելի շատ երիտասարդ հասարակության հետ, երիտասարդների հետ, նախ որքանով կարևոր է հենց երիտասարդների մասնակցությունը այս ընտրություններին եւ մասնավորապես այն երիտասարդների, ովքեր առաջին անգամ են ընտրելու իրավունք ստանում։ Երիտասարդները դրանք հասարակության ամենաակտիվ եւ ամենա էներգիայով լեցուն եւ փոփոխություններին միտված շերտն է եւ կարծում եմ որ երիտասարդների մասնակցությունը շատ կարեւոր է։ Այստեղ մի հարց կա ուղղակի որ երիտասարդների մոտ մի խնդիր կա որ իրենք համեմատության բազան իրանց մոտ շատ ժամանակային առումով սահմանափակ է, որովհետեւ այն ինչի մեջից որ անցել ենք մենք, այն ժամանակները մեր երիտասարդական տարիները, որ մենք ենք ապրել, տեսել ենք մեր երկրում ինչ բռնաճնշումներ է, ինչ սահմանափակումներ է, ինչ ազատությունների կամ արտարության նկատմամբ որոշակի տարբեր մոդեցումներ է եղել, այսօրվա երիտասարդը դա չի տեսել եւ մենք ուրախ ենք որ դա այս երիտասարդը չի տեսել եւ դա նաեւ այս հեղափոխության արդյունքներն է, բայց այսուհանդերձ իրենք միշտ ուզում են փոփոխություն եւ դա լավ է եւ ցանկացած կառավարություն պետք է այնքան ճկուն եւ այնքան ժամանակագից եւ այնքան ստեղծարար լինի, որ կարողանա երիտասարդներին բավարարի։ Իսկ ինչ վերաբերում է առաջին անգամ ընտրողներին, տեսեք, ես շատ կուզենամ, որ մեր ուսանողները, երիտասարդները, ովքեր առաջին անգամ են ընտրում, իրենք այս հարցին շատ լուրջ վերաբերվեն։ Իրենք իրենց story-ներին շատ լուրջ են վերաբերվում, իրենք իրենց reel-երին շատ լուրջ են վերաբերվում։ Իրենք այդ ամեն ինչը նույնիսկ իրենք ինչ են ուտելու, դրան շատ լուրջ են վերաբերվում, որը շատ ժամանակային է։ Բայց այն որ իրանք ընտրելու են ապագայի համար իրենց այս արագ տրանսֆորմացվող աշխարհում իրենք պետք է ընտրեն իրենց ապագայի կենսակերպը, սրան պետք է իրենք շատ լուրջ վերաբերվեն։ Չպետք է լինեն էմոցիոնալ, չպետք է ընտրեն տրամադրությամբ, չպետք է ընտրեն թելադրանքով կամ ուղղորդումով։ Առավել եւս իրենք ընդհանրապես պետք է հեռու մնան որևէ կոռուպցիոն կամ կաշառքի հետ կապված հարցերից։ Իրենք պետք է հավատքով ընտրեն, որովհետեւ հավատքը ընտրության գինն է։ Մենք վաղվա օրվա լավ լինելու հավատքով այսօր վճարում ենք մեր քվեով, մեր ձայնով, ուրեմն մեր ձայնը դա այն հավատն է, որը մենք պետք է ունենանք մեր ապագայում։ Եվ հետեւաբար այսօր աշխարհը շատ турբուլենտ է, փոփոխվող է արագ։ Այսօր առաջարկվում է կայուն օրակարգեր, կայունության օրակարգ, օրինակ գործող իշխանության ամբողջ օրակարգը կայունության օրակարգ է։ Հիմա երիտասարդի համար ընտրելով կայունության օրակարգը ինքը ինչ է ասում, ասում է ես բազում ռիսկեր ունեմ ապագայի վրա, մասնագիտական ռիսկ, մասնագիտությունների փոփոխության ռիսկ, տեխնոլոգիական ռիսկեր, գոնե մի քանի ռիսկեր, երկրի կայունության ռիսկերը մենք այս պահին մեր քվեով լուծենք, որ ապագայի մարտահրավերներին մենք ավելի քիչ ռիսկերի փախվենք։ Եվ հետեւաբար շատ կուզենամ, որ երիտասարդները լինեն շատ ակտիվ, կոչ եմ անում բոլոր ուսանողներին, բոլոր երիտասարդներին անպայման մասնակցել ընտրություններին, մասնակցել վաղվա օրվա հավատքով եւ մասնակցել այն հույսով, որ մեր երկիրը ինչպես որ աստվածատուր կա, աստվածատուր լինելու է նաեւ ապագայում եւ մեր երկրում զարգացում անխուսափ է։
Մի արտահայտություն արեցիք եւ երիտասարդներին հորդորեցիք զերծ մնալ կաշառքի գործընթացներից, նմանատիպ գործընթացներում ներգրավելուց, այս համապետական ընտրություններին ինչ կասեք, արդյոք այդ ընտրակաշառքի դրսևորումները աճել են, թե նախորդ ընտրությունների հետ համեմատ հավասարակշռում են, ինչպիսի պատկեր է ձեր դիտարկմամբ։ Ես կարծում եմ, որ նախորդ ընտրություններին հետհեղափոխական սա ընտրակաշառքի առումով ամենասուր ընտրություններից մեկն է, թե ոչ ամենասուրը, եւ արդեն դուք մամուլով տեսնում եք, թե ինչքան դեպքեր է պետական պատկան մարմինները հրապարակում կաշառքի։ Ես կարծում եմ, որ կաշառք բաժանողը դավաճան է երկրի նկատմամբ, որովհետեւ դա ապազգային է եւ ապարժեքային է։ Եվ կաշառքը դա խաթարելու է նաեւ աստվածային օրհնությունը։ Վաշխը եւ կաշառքը ինքը աստվածային օրհնություն խաթարող հասարակական ամենավտանգավոր արարքներն են։ Եվ այս առումով ես կուզենամ, որ որևէ քաղաքացի զերծ մնա որևէ տեսակի ընտրակաշառքից։ Բայց եթե գայթակղվել է եւ, չգիտեմ, համաձայնվել է, գոնե մերժիկ կաշառք տվողին, որովհետեւ նա հասկանա, որ դա չաշխատող միջոց է։ Բայց իմ համար ավելի, այսպես ասած, անհասկանալին այն է, որ եթե դու ունես այնքան ռեսուրսներ, որ կաշառք ես տալիս, ավելի լավ չի այդ ռեսուրսները դու ծախսես, ունենաս փորձագետներ, երկրի տեսլականի վերաբերյալ շատ ավելի ինստիտուցիոնալ համակարգային մոդեցումներ ներկայացնես հասարակությանը, եւ հասարակությունը հասկանա, որ օրինակ օրվա իշխանությունը այս խնդիրները չի կարողանում լուծել, դու քո ինտելեկտուալ թիմով ավելի լավ լուծումներ ես առաջարկում եւ դու հավակնես մեր ընտրողների քվեին, չէ, դա դժվար գործ է, դա հեշտ գործ չի, արդյունք ստեղծելը շատ դժվար գործ է, քննադատելը կամ կաշառք տալը շատ ավելի հեշտ է այդ մարդկանց ընկալման մեջ, քան բարի կարարելու օրակարգեր ստեղծելը։ Հիմա ամենահեշտ բանը ընդդիմության համար իշխանությանը քննադատելն է, որովհետեւ ինչ էլ անի իշխանությունը, դու կարող ես ավելի հետաքրքիր եւ ավելի ժամանակակից եւ ավելի արդիական լուծումներ գտնել։ Մանավանդ որ մեր իշխանությունները վերջին տարիներին մի կարևոր խնդիր ունեն։ Դա հանրային ծառայողի ինստիտուտի որոշակի անկատարությունն է։ Եվ այս ֆոնի վրա դու կարող ես NBC լուծումներ բերել հասարակությանը, որ հասարակությունը մի վարյան չմտածի իր քվեն տալու, ոչ թե դու չունենալով ինտելեկտուալ լուծումներ, չունենալով այդ ամբողջ մարդու կյանքը վերափոխելու, բարեփոխելու ճանապարհային քարտեզը, ուզենաս իր քվեն առնես, իրենց տրգացնես այդ գումարով։ Եվ այս երևույթը պետք է մենք իսպար որպես նախ քրիստոնյաներ եւ հետո որպես նաեւ հասուն քաղաքացիներ բացառենք մեր օրակարգից։ Պարոն Պետրոսյան, մեր նախընտրական քարոզարշավը տեսնում ենք, թե ինչքան է համեմված ատելության խոսքով, մեկը մյուսին ինչ-որ առումով նաև զրպարտելով, անձնական տիրույթ մտնելով, այս համատեքստում որքանով է հանրությանը հասանելի այդ տեսլականներն ու նախընտրական ծրագրերը, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը, որովհետև երբ մթնոլորտը դառնում է ոչ համագործակցային, թունավոր եւ նաև վիրավորանքներով համեմված, այդ կոնտեքստում անգամ մեդիասպառողը եւ հանրությունը ուղղակի այլևս չի հետևում գործունեություններին ու չի ծանոթանում նաև նախընտրական ծրագրերին։ Տեսեք, այստեղ այդքան ծրագրի հանգամանքը չէ, պետք չի որ մարդը նստի այդ ծրագիրը կարդա, այսօր սոցիալ մեդիան, սոցիալական հարթակները շատ կարող են հասանելի դարձնել։ Օրինակ, ես կարծում եմ, որ խոսույթը ոչ թե պետք է լինի պոպուլիստական, կգանք, կփրկենք, այս կանենք, այն կանենք, բոլորի վարկերը մոռանալու ենք, բոլորի դես ենք անելու, բոլորին ենք անելու, սա պոպուլիստական խոստումներ են, այլ պետք է լինի հստակ ճանապարհային քարտեզ, ինչ միջոցներով, ինչ ժամկետներում, ինչ գործիքներով, ինչ տեխնոլոգիական եւ նորարար լուծումներով։ Երբ որ այս խոսույթը կա միջավայր, նա ով կխոսի առաջի ատելության խոսքը, այդ ամբողջ պատասխանատվությունը եւ հասարակական հիասթափությունը կմնա այդ անձի վրա։ Բայց երբ որ բոլորը սկսում են արդեն պրոֆեսիոնալ մագարտակից, իսկ այստեղ
ընդդիմության դերակատարությունը շատ մեծ է, որ ինքը պրոֆեսիոնալ մագարտակի վրա հանդես գա։ Երբ որ ինքը գնում է պոպուլիստական մագարտակ հասարակությանը խաբելու, իշխանությունը դրանից օգտվում է, իշխանությունը ինքն էլ է սկսում անձնավորել, թիրախավորել եւ նաեւ ադելության որոշակի, եւ ընտրությունը ոչ թե դառնում է խաղապարների կռիվ, ապագայի տեսլականների կռիվ, այլ ավելի շատ դառնում է անձանց խոսույթների եւ մանիպուլատիվ կռիվ, բայց մենք սա չենք ուզում եւ մենք առհասարակ կռիվ չենք ուզում։ Եվ ընդհանրապես պետք չի, որովհետեւ նայեք, ընտրության իմաստը դա հասարակական համերաշխությունն է։ Ընտրության հաջորդ օրը փոքրամասնությունը հաշտվում է մեծամասնության հետ եւ շարժվում են մեծամասնության օրակարգում։ Եվ ուզում եմ այս շատ կարևոր արձանագրում անեմ, որ ամսի 7-ից հետո այն ուժերը կամ այն քաղաքացիները, ովքեր իրենց օրակարգում կունենան քաղաքական կամ քաղաքացիական բախումների, կունենան երկրում կայունությունը խաթարելու օրակարգ, ես վստահ եմ մեր հասարակության կողմից մեծ պարսավանքի կարժանանան։ Եվ ես խնդրում եմ մեր հասարակությանը հետընտրական գործընթացներում լինեն տոլերանտ քվեարկողների մեծամասնության հետ եւ չգնան որևէ սադրանքի, որովհետեւ հիմա ռիսկ կա, որ կարող է նաեւ արտաքին ուժերի նաեւ ազդեցության ներքո երկրում ցնցումներ լինի։ Դա մեզ ընդհանրապես պետք չի եւ բոլոր գիտակից քաղաքացիներին ես խնդրում եւ հորդորում եմ չտրվել որևէ սադրանքի եւ թող փոքրամասնությունը, ով ուզում է լինի փոքրամասնություն ընտրություններում շնորհավորի մեծամասնությանը եւ շարժվի այդ օրակարգով։ Սա է մեր երկրի զարգացման գրավականը։ Պարոն Պետրոսյան, 2018-ին նույն հասարակության ձայնը որոշիչ եղավ եւ եղավ հեղափոխություն, որի ակունքներում նաեւ դուք եք կանգնած, բավականին ակտիվ մասնակցել եք հեղափոխությանը հենց սկզբի շրջաններում։ Այ ինչ կասեք 2018-ից առ այսօր ինչ է փոխվել առհասարակ, արդյոք հեղափոխության գաղափարի մեջ փոփոխություն եղել է։ Տեսեք, ես դա կարող եմ գնահատեմ եւ սուբյեկտիվ որպես քաղաքացի եւ որպես պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար 8 տարի մեր մասնաճյուղը թերևս բոլորը գիտեն, որ արադավոր երևույթները բացառապես մերժած կառույցներից մեկն է եւ կոռուպցիայի եւ հովանավորչության եւ բյուջետային ատկատների, դա մենք ամբողջապես եւ լիովին մերժել ենք։ Եվ մեր մոտ շրջանավարտելիության տոկոսը 75% է։ Այսինքն 100 ընդունված ուսանողից մեր համալսարանը ավարտում է ընդամենը 75%-ը։ 25%-ը չի ավարտում։ Եվ փոքր քաղաքում նման ցուցանիշը պատկերացնում եք ինչ ռիսկեր կարող է բերել, ինչքան ազդեցություններ, ինչքան զանգեր, ինչքան միջնորդություններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ես ցես պաշտոնապես հայտարարում եմ, որ 8 տարվա մեջ մեկ անգամ իշխանության կողմից, այսինքն կենտրոնական իշխանության կողմից ինձ որևէ ցուցում, հրահանգ, խնդրանք, հորդոր, պահանջ չի եղել որևէ մեկ ուսանողի կարգավիճակի վերաբերյալ։ Սա կարծում եմ այն ամեն ինչներ, ինչի համար մենք պայքարում ենք։ Սա որպես աշխատանքային փորձառություն։ Որպես սուբյեկտիվ ընկալում, ես կարծում եմ, որ մեր կառավարման համակարգում այսօր շատ խնդիրներ կա։ Եվ ես մի քանի խնդիրներ իրենց լուծումներով նույնիսկ առիթ եմ ունեցել ներկայացնելու երկրի վարչապետին եւ հույս ունեմ, որ հետընտրական Հայաստանում այդ հարցերին շատ ավելի լուրջ կվերաբերի։ Ինչի՞, որովհետեւ մենք հանրային ծառայության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ։ Այսօր կադրային քաղաքականությունը շատ փոփոխելու, ավելի նոր դարձնելու, ավելի պրոֆեսիոնալ դարձնելու օրակարգ կա։ Ուրախ եմ, որ վերջին մի քանի ամիսներին արդեն լուրջ օրակարգ կա հանրային ծառայողների վերապատրաստման եւ մեր համալսարանը իսկ երկու խոշոր գերատեսչությունների վերապատրաստումով է զբաղվելու այլևս եւ կարծում եմ, որ այս ոլորտում լուրջ փոփոխությունների կարիք ունենք եւ իշխանությունը պետք է որոշի ինչ անի, որ մեր կառավարումը դառնա ավելի նորարար, մեր հանրային ոլորտի ծառայողները լինեն ավելի առաջադեմ, լինեն քաղաքացիակենտրոն ծառայողներ եւ նաեւ բարձրացնեն ծառայության որակը։
կառավարման համակարգերը այս առումով աշխարհում շատ հետաքրքիր լավ լուծումներ արդեն ունեն եւ ինչն է ինձ դուր գալիս հետեղափոխական Հայաստանում առաջի տարիներին մեր կառավարությունը ինստիտուցիոնալ չէր մտածում համակարգային բայց դա սուբյեկտիվ նաեւ հանգամանքներ կար պատերազմներ կոവിഡ്ներ այդ ցնցումային Հայաստաններ բայց վերջին տարիներին մենք տեսնում ենք լուրջ համակարգային փոփոխություններ առողջապահության ոլորտում պաշտպանության ոլորտում, մեր կրթության ոլորտում, եթե նախկինում մարդիկ դպրոցից դուրս էին գալիս գնում են տարբեր հանրային ծառայության ոլորտներ, այսօր շատ մանկավարժներ, մանավանդ տղամարդ մանկավարժներ, այս ատեստավորումից հետո վերադառնում են դպրոց։ Դա շատ ուրախալի է։ Մենք լուրջ փոփոխություններ ենք տեսնում սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այսինքն իմ համար ուրախալի է, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ սկսել է ինստիտուցիոնալ մտածել, համակարգային մտածել, որովհետև կառավարման առանցքը դա համակարգերն են։ Դա անձերից չկախված համակարգերի ձևավորումն է։ Եվ եթե համեմատենք նախորդ 5 տարիների, վերջի 3 տարիները շատ ավելի աչքի է ընկնում համակարգային լուծումներով, որը մեզ հուսադրում է, որ ապագայի լուծումները ավելի դրական է լինելու։ Արդյոք այդ համակարգային ինստիտուցիոնալ մոտեցումը դուք տեսնում եք եկեղեցի պետություն հարաբերություններում այսօր։ Իմ երազանքի վիճակը այս հարցում եկեղեցու եւ պետության նույն ուղղությամբ շարժվելն է։ Եվ Սուրբ Գիրքը ասում է նոր գինին հին տիկերում չես կարող պահել։ Եվ երբ որ մենք 18 թվականին շատ եպիսկոպոսների առաջնորդությամբ ձևավորվեց Նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը եւ ես ինքս ներգրաված եմ եղել, հենց այն տեսլականով, այն համոզումով էր, որ քանի որ մեր եկեղեցու հոգևոր տվյալ պահի վերնախավը ավելի շատ սերդաջած էր իշխանության հետ եւ ավելի քաղաքական օրակարգով, քան հոգևոր, մենք եւ այդ եպիսկոպոսներն էլ կարծում են, որ էական փոփոխություն է պետք։ Պետք է նոր գինին, նոր տիգուն պահվեր։ Եվ փաստորեն այդ խնդիրը արդեն այդ ժամանակվանից արձարծվում էր։ Բայց քանի որ այդ ժամանակ զարգացումները ավելի սրվեց, այսինքն եկեղեցու այդ հոգևոր վերնախավը ավելի ագներև դարձրեց իր քաղաքական հավակնությունները, իշխանությունները ստիպված եղան հագազդելու եւ հասկացան իշխանությունները, որ անխուսափ է նոր գինին հին տիգի մեջ պահելը։ Եվ ես ձեզ ասեմ, օրինակ, դուք քանի երկրի ղեկավար գիտեք, որ հրապարակային Հիսուս Քրիստոսին մեր Տիրոջը Տեր եւ Փրկիչ է խոստովանում։ Քանի ղեկավար գիտեք, որ բազում ելույթներում հորդորում է քաղաքացիներին մասնակցել պատարակների, իր վարկագծով մասնակցում է պատարակների։ Իմ այս իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի երևի 80%-ը պայմանավորված է այդ հոգևոր ապագայի տեսլականով, որ դու այս բարազրկվող քրիստոնեական առումով արժեզրկվող աշխարհում ունես երկրի առաջի դեմք, ով խոսում է քրիստոնեական մտածողությունից, քրիստոնյա լինելու կարևորությունից եւ անհրաժեշտությունից եւ եկեղեցու զարգացումից։ Իհարկե շատերը մանիպուլացնում են անձը եւ եկեղեցին, դա նույնը չի։ Մենք այն եկեղեցին ենք, ով չունի կաթողիկոսի անսխալականություն։ Իմ երազանքի եկեղեցին այն է, որ կունենանք կաթողիկոս, ով գավազանը կխփի գեդին եւ որևէ տեսակի իշխանություն լինի, դա աշխարհիկ թե այլ, կհնազանդվի այդ գավազանի հարվածին։ Իսկ դա կլինի այն դեպքում, որ կաթողիկոսը կլինի բացարձակ հեղինակություն։ Իսկ կաթողիկոսը կլինի բացարձակ հեղինակություն, երբ որ ինքը կլինի արտարության, հոգևոր անվտանգության եւ նաեւ բարոյականության երաշխավորը երկրում։ Մենք այդ եկեղեցին ենք երազում, որտեղ մեր քահանան կլինի բարոյականության կրող եւ փոխանցող, որտեղ մեր եպիսկոպոսը կլինի ոչ թե քաղաքականության տարբեր ելևէջներում ներգրավված մարդ, այլ կլինի հոդի առաջնորդ եւ հոդի անվտանգության երաշխավոր եւ անվտանգության երաշխավորը եւ ազատության եւ անազատության մեջ։ Մենք այդ եկեղեցին ենք, մենք նահատակվող եկեղեցի ենք եւ միշտ եղել ենք նահատակվող եկեղեցի, բայց նահատակությունը դա քաղաքականությամբ զբաղվելը չէ։ Նահատակությունը դա ազգին բարոյական հոգևոր անվտանգության ճանապարհով տանելն է։ Եվ շատ կարևոր հանգամանք է։ Եվ եթե եզրափակենք մեր զրույցը, պարոն Պետրոսյան, արդեն հետընտրական process-ը ինչպես եք տեսնում, ինչ կանխատեսումներ ունեք։ Տեսեք, ես նորից եմ կրկնում, հետընտրական Հայաստանը ես ուզում եմ տեսնել համերաշխության Հայաստան,
որովհետև բոլոր քաղաքական ուժերում ես ընկերներ ունեմ։ Անկեղծորեն, ովքեր որոշները իհարկե սուբյեկտիվ ընկալումներով, որոշները օբյեկտիվ, որոշները հուզական հայտնվել են տարբեր ճամբարներում, բայց այդ բախումը պետք է լինի գաղափարների եւ ապագայի տեսլականների բախում, ոչ ֆիզիկական բախում կամ իրար ոչնչացնելու բախում։ Մենք այնքան չենք կարող շռայլել, որ մեկս մյուսից ոչնչացնենք։ Մենք քրիստոնյա եւ շատ փոքրականակ ազգ ենք։ Եվ շատ կարեւոր է, որ մենք գնանք համերաշխության ճանապարհով։ Ընտրությունը դա համերաշխություն բերող գործընթաց է։ Եվ այս առումով շատ կուզենամ, որ այդ հանրային համերաշխությունը ընտրություններից հետո լինի։ Եվ շատ կուզենամ, որ մենք փորձենք չեզոքացնենք արտաքին ազդեցությունները, շանտաժները քաղաքական։ Մենք այն ազգն ենք, որ պատրաստ ենք տարիներով, տասնամյակներով սոված դնել, բայց շանտաժի չտրվել։ Չնայած որ փառք Աստծո, մեր արտաքին քաղաքականությունը բավականին բալանսավորված է եւ մենք փորձում ենք այլընտրանքներ գտնել մեր երկիրը, բայց մեր ուժը մեր ինքնավարության մեջ է։ Մեր ուժը մեր սուվերենիտետ պետություն ունենալու մեջ է եւ մեր ուժը մեր ներքին ազատության մեջ է։ Եթե մենք այս ինստիտուտները չկարևորենք եւ այս ինստիտուտները չզարգացնենք, մենք ապագայի մարտահրավերներին այնքան էլ դիմակայուն չենք լինի։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Իսկ ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի հանրային գործիչ տնտեսագիտության տեխնացու դոցենտ Կարեն Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։